Հացավտան։ Այդքե ես դու դրան տենց դժվար կա։ Աննամար ես։ Ուզում շասիայի բանալու կոնցերտարեք ես գնումներ նրանք դաս։ Ալեքս տանը։ Որ ասնեմ դպրոց կես կզարվում։ Ես դնենք պայուսակը, թա։ Ոսիկ դնք։ Որ պետք կլնի, իմանասունը, լավ։ Ասնեմ դպրոց կես կզարվում։ Կսպասեմ, դե գնա։ Դե աչո։ Հաճո։ Ես ինչ լավ նատուրը սիրելի հետևողներ ջան, բարևներ, ոնց եք, ինչ տրամադրություն ունեք, ինչպես են ձեր գործերը, իմ տղեն գնաց դպրոց, Park, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, եղանակ, հա սրտիկս, հաջող, մի հատ էս կանաչն է եկելի, ասենք որ գարունա չէ, այսքան կանաչ կա արդեն, ընդհանուր եղանակը սենց այս տարի մի տեսակ աչքիս գարունը մեր քաղաքը շուտ է գալի, երեխեքը ոնց են վազում դպրոց, ամենա վազվզելով գնում են, չգիտեմ ինչի ինձ թվում է այսօր անձրև է գալու, այ սենց գնանք տուն, այսօր տեն շատ անելիքներ չունեմ, երեք ինչ պետք էր, ոնց պետք էր, այս եմ սիրում փայլացվել եմ, հատակ, մատակ, ծավալում եմ, արդեն իսկ լավ է, խնդրեմ, իմ են գովելի հեղուկով եմ արել, արդեն իսկ ասեմ ընտիրա, առավոտ 9 չկա, տանը այսպիսի աուրա ու իրավիճական, կարելի ասել, շատ ես ինչ անելիքներ չունեմ, ծաղիկներս խնամեցի, հետ տնեմ, որ լավ երևա, սև թելիկներից ազատել եմ, այդտենց, այ հիմա սիրելի հետևորդներ, դեմքով եմ ձեզ բարի լույս ասում և ամենաբարին եմ ձեզ մաղթում, սիրելի հետևորդներս, ուրեմն օրը սկսել եմ սենց, վայ, նայեցի համելի դրեցի, սա սենց թղթերի մեջ կորել եմ, մեկ են գայլուկով ցելոֆանն եմ վերունում, մեջը լիքը թղթեր, տարատեսակ, հələ իմ թղթերի մի հատ մարկել, լստե, էրիս ինչքան Աղրասնա վայմայրի ջան պես բակնու դուրլի, հələ տակ, մի ռոպե չխառնենք, հələ նույնը իմնա, այս ինչեր կա, 10:30-ը, այս մի քաղաքայինից ուշացել եմ, տակ, այսօր եմ տնում ստեղ, այս մնում է, ուզում եմ գոնե 11:30-ին հասցնեմ, այնքան թղթերի հետ ես արանք չեմ շտվել,
Խառն եմ, խառը։ Так. Էս։ Էլով այն չափ մեջ կողեր։ Այս էլ։ Բայն մեկս, մի րոպե։ Այս դրինք չէ, այն դրինք։ Այսով է։ Այս էլ դրինք։ Այս էլի հետևորդներ ջան։ Թղթերս, օհո, անձնագիրս։ Անձնագիրս։ Չէի դրե, թղթերս պրծանք, ուրա, ուրա, ուրա։ Մնացած, ուրեմն, անցել եմ իմ բնականում կյանքին, սիրելի հետևորդներս, մաման ոնց էր ասում, ազիզներս, հա, որը բաժապով, եկեք սրանով, միած կոֆե խմենք, Երեկվանից, լավ գիտեք, այդտեղ գերման ջուր ունեմ, ինչ եմ արել, կիտրոնով եմ խմել, որովհետև անեմ էլի, օգուտից են կոմ վնաս ոչ մի բան չեմ տենում, այս մեծ բաժակով է խմել, տակ, մի հատ կոֆե ենք խմեմ, տանգորդ չունեմ, լվացք ամենակարևորը չունեմ, մի հատիկ Ալեքսիս սպիտակ բլուզնա, կանաչ լոհի ունեմ, մեկ են որ ուզում են քեզ մեղացնեն իբր թե կամ վիրավոր են իբր թե գրում են այդ ինչ շատասար կան, հո ամեն օր չես դնի, մի քիչ շատ սարքում ես նամանավանտեն բաները որոնք համը չեն փոխում ու այսօր օրինակ գիտեմ ինչ եփել այսօր խնդիր չունեմ կանաչ լոբիտ եմ տղուս հյուրասիրի որ դպրոցից գա այստեղ ինչ ունենք այս կիտրոնիկները գցենք աղբար տղը օպա Նազելին ոնց ասում, մի կաթիզներ ափսոսամ, մինա, այս լավ եկեք, լավ սարը ջուր ուզեցի, ուզում էի դակ ջուր խմեմ, փոշմանեցի, ժողովուրդ գիտեք ինչ եմ որոշել, երեք էտա սապոգով, պալտոյով, շնչահեղձ է ելնում, այդքան տակ հա, ես էլ որոշել եմ, այսօր բոցիներս հագնեմ, ու կուրտ կա, հլա տենամ կմրսեմ, թե ինչ կանեմ, դժվար մրսեմ, ընքան լավ անուշ եղանակա, ընքան ոգեշնչող եղանակա, էլ ասելու չի, երեք էտա Ալեքսս գնացել ա դպրոց, մեղկս ինչ թաքցնեմ, վայ, ինձ խոսում եմ, դուք մեկ ասի հեռախոսս անջատվել ա, ինչ էի ասում, երեք էտա գնացինք դպրոց, սիրելի հետևորդներս, ու ծնող ես, էլի մարդ ես, մտավախություն ունես, ինչ կարարնի, ոնց կարարնի, զուտ շփման մեջ ուրիշ խնդիր Աստծուն փառք չունենք, ամեն ինչ կարգով, շնորհքով, կանոնով, ես իմ իրավունքները գիտեմ, ես իմ պարտականությունները գիտեմ, մի խոսքով սովորական մարդկանց նման գնում ենք դպրոց էտա, ուղղակի ամեն երեխա իր չափով է սովորում, իսկ որն է չափը, էդ արդեն ամեն ծնողու դասարանի դասղեկու տնօրինություն գիտի, սովորելու առումով չէ անհանգիստ, ես գիտեմ, որ Ալեքսիս ինչ էլ իր չափ նվնի, ինքը միշտ ձգտում է, հասնում է Աստծուն փառք, հուսամ շուտով մի քիչ անակնկալներ կրնեն, ոնց ես եմ ուրախանում, նենց էլ դուք կուրախանաք, գիտեմ, որ մեր համար շատ եք ուրախանում, մեր համար շատ եք անհանգստանում, ու այն ինչ ուզում եմ ասածնեմ, այս մոտ օրերը կիմանաք ու շատ ուրախանաք,
վստահ եմ ձեր արձագանքը լավն է առնելու։ Անհանգիստ է այն առումով, որ նորից в общем, էլի այդ լավ ու վատ տղա խաղալու թեմաներից եմ ես մի քիչ անհանգստանում։ Ուրիշ անհանգստություն Աստծուն փառք չկա, տեղս էլ գիտեմ, դերս էլ գիտեմ, իրավունքս էլ գիտեմ, պահանջարկս էլ գիտեմ, որտեղից որ մասով ինչ կարամ պահանջեմ։ Ու Աստծուն փառք ամեն ինչ լավ է անցել, ավա գնացել, այսօր էլ ֆիզկուլտի դասում է, թե որ այդ ֆիզկուլտի դասն էլ լավ անցնի, ըտեղա չէ, որ մեկը պարտվեց, այն մեկը այն, իմ բողոքս մենակ էտ է։ Բայց թե հուսանք լավ առնելու, Տեր Աստված, պետքա լավը մտածես, որ լավն էլ ելնի, վատը, այն ծամոնի պես միշտ էլ գալիս, ասենց կլեկվմա քեզ, դրան ուրիշ բառով չեմ կարա ասեմ, կներեք։ Ու մի խոսքով դպրոցից եկել եմ, թողել եմ, որ իր հեռախոսով զբաղվի, շատ եմ ուրախացել, որ սկսել են բոլորի հեռախոսները անխտիր ձևով հավաքել։ Դա կոնկրետ իմ համար մի հատ մեծ երջանկություն է, որովհետև վերջը հեռախոսը դարի չարիքն է, բոլորս դա գիտենք։ Հեռախոսը լավ բան է, համացանցը լավ բան է, եթե համացանցից օգտվես ճիշտ, հեռախոսն օգտագործես ճիշտ։ Այնպես որ շատ ուրախացել եմ մեր դասղեկին էլ իմ շնորհակալությունը հայտնել։ Ես մտածում էի, որ Ալեքսը դժվար կտա հեռախոս, որովհետև այն կոպիտ ասեմ, դրան ուրիշ ձև չեմ կարա ասեմ, հեռախոսն ու գլուխը մին գիտի, այ Երևան, այն որ Ռիմատատի կանց մոտ էինք, ես նես չէ, որ նեղվում եմ, ասում եմ, վայ, խիեն երեխուս վրա խոսում բան, չէ, ես գիտեմ, որ Ռիմատատի խոսքը համ հասնումա, համ էլ ազդեցիկ է, համ էլ մեծի խոսքը միշտ էլ խրատական է ալնում, սիրելի հետևորդներ ջան, այ Ռիմատատն էլ էր վրան ջղայնանում, Ալեքս ամեն ինչդ լավն է, հեռախոսին շատ ես կպած, Ալեքս ամեն ինչդ լավն է, ու երբ որ դե քանի Երևան ենք, կապը կար, մեր պարապմունքներն օնլայն էին, միշտ գրել եք, պատասխանել եմ, հարցրել եք, ասել եմ, այնպես չի, որ վերջ էլի, չմանրանամ, պետք չի, երբ որ դասղեկն ասավ, պետք է հեռախոսները հավաքվի, վայ ասում եմ, շատ լավ բան եք ասում, ես վախենամ, որ չտա։ Ու ասում եմ, բա ինչ անեմ, Իրանը թողամ, ասում եմ, չէ, ոնց ուրիշը նենց էլ ինքը, ու էտա ես փորձեցի, որ հեռախոսը տանը մնա, ու ինքը գնա, չէ, չեղավ, ասավ մամա ջան, հեռախոսը թող ես տանեմ, ես խոստանում եմ, կգնամ դպրոց, կտամ դասատուին, ու իրոք, շուրթմունքս ճակճքելա մի քիչ անհարմար եմ խոսում, ու իրոք սիրելի հետևորդներ ջան, հենց տենց էլ եղել է, հեռախոսը շատ սիրուն, հանգիստ ու հանդարտ տվել է ուսուցչուհուն, ինչի համար շատ ուրախացել եմ, ու այն որ երկու ձեռով չէ, 102 ձեռով կողմ եմ, որ այդ չարիքը հավաքվի երեխեքի ձեռից։ Ու էտա տենց էլ կա, սիրելիներ ջան, հիմա, քանի դեռ Ալեքսը դպրոցում է, ասել եմ չէ, որ այդ ժամանակը իմն է, այսօր տանը տենց անելիք չունեմ, ունեմ, որ լավ մտածեմ, ասում եմ չէ, շինարարության հետ գործ ենք ձեռնարկում, վերև եմ նայում, բայց վերևի հետ չի կապված, ներքևի հետ է կապված, սենց էլի մի երկու գործ կա, Նիկան ասել եմ, այս հարցրու, այն հարցրու, մի խոսքով, տենանք որը ոնց ու ինչ ձև է ստացվում,
Դրանից են կոն իմ առաջի գործը այսօրվա թղթաբանությունս գոն է վերջին հասնելն է, այս մեկը, այն մեկ ներեք ընթացքելի տվեցի, նրա վերջը որ գա, մանրակրկիտ ձևով կպատմեմ, խոստանում եմ կպատմեմ, եթե վերջը գա, ու Աստված ջան, Տեր ջան, ամենակարող ջան, թող այսօրը լավ լինի մեր համար, մեր բարեկամների համար, թող լավ լինի, ես էլ սենց, սիրելի հետևորդներ ջան, մեկ ուզում էի կոֆեստարանը խմեմ, բայց թե չէ, որոշումս փոխեցի, ուզում եմ այն բարձր պոթասներս հագնեմ, ցեղ չի, ձյուն չի, անձրև չի, ինձ թվում է հարմար է, էլի սապոգով մի տեսակ արդեն շոք է, ու դուս կամ քայլեմ, վայելեմ Ստեփանավանս, երեքն ենք էլի պետքի դեպքում այդ թղթաբանություն անողն ասում է, որ գաք քաղաք անպայման եկեք, ասում եմ ես արդեն քաղաքում եմ ու չթող է շարունակեմ, որ ասեմ կարամ գոնե վաղը գամ, անպայման դե մոտեցեք, էլ ոնց ասես, այ ախպեր ջան, տուն եմ ուզում, թող իմ տանը մնամ, ինչև է, գնացի, այդ հարցն էլ լուծվեց, մի գնում ենք դեպի Ձախապ, մենք ասում ենք ձորի ենկուրը, քաղաքայինով կգնամ, ոտով իմ հավեսով, շվշվացնելով կգամ, սիրում եմ քայլելը գիտեք, շատ եմ սիրում, կգամ, մինչև էլ գամ, երեխու գալու ժամը կլինի, արդեն 11:30 որ գնամ, ժամ ու կես կտևա էլի գործս, եթե հերթ չլինի, տենց, այդքան բան, սիրելիներ ջան, այս տիտիտ պիպիպները առավոտից անհանգստություն են տալիս, մարդ անհանգստանում էլ է, այսքան ես ինչ խաբարա, ինչ հապատահել Տեր ջան, հանքերս եմ հասցրել շտկեմ, տեսախցիկը մետեմ նայեմ, սիրուն ա եղել, այդքան բան, սխտոր էի ուզում ցանեմ, մեղքս ինչ թաքցնեմ, այն էլ ծանոթներս սաղ ասում են ուշա, սխտորը աշունն են ցանում, դե ես է գիտեի, որ աշունն են ցանում, մտածեցի ասի, դե մի աշուն չլինի, փետրվարը լինի, ինչ կլինի, որ ասում են շատ մանր կլինի, դեռ Երևան է, ռիմատատին էլ ասի մի 2-3 գլուխ սխտոր կա, ուզում եմ ցանած լնեմ, հողը խամա, կաճի էլի, ասում վախենամ շատ մանր լինի, չարչարանքը դի մնա, տենց, երևի թե չցանեմ, այսօր ուզում էի մի հատ համով սալատ սարքեմ, նմանվեմ ինձ, ուզում էի դուռը փոցխեմ, բայց երևի թե կփոցխեմ, մի հատ գործերս պրսնեմ, Ալեքսը տուն կգա, իր հանգստի ժամը կունենա, ես էլ այդ ընթացքում 15 րոպե ֆռամ, վсё էլի, փոցխվեց, պրսնվեց, քանի չորա, քանի անձրևը չի եկել, տվել հարամարել, թացացրել, շրթունքս ինչ շատ անեղացնում, բայց թե էտա, հիմա սիրելի հետևորդներ ջան, ձեր հետ կոֆես համով խմեցի, շատ ապրեք, շատ զգացված եմ, որ մեր հանդեպ այդքան ուշադիր եք, հետևողական եք, իմ հետ հավասար ուրախանում եք, իմ ուրախությունով դուք էլ եք ուրախանում, իմ նեղությունով անհանգստանում եք,
Այս պահին միտքս մի քիչ հեռուներն է դեպի Մերոնցա, մի տեսակ զգում եմ, որ կարոտը քաշում է, առաջ Աստված, տենանք ոնց կլինի, միգուցե ամառը դեպի Մերոնց գնանք, տենամ, կերևա, մի քիչ ֆինանսից է կախված, մի քիչ էլ իրավիճակից է կախված, սիրելի հետևորդներ ջան, թող այսօր ով ինչ գործ ունի, Տեր ջան բարեհաջող անցնի, նամանավանդ առողջության հետ կապված, առողջությունից թանկ բան այս կյանքում, մեկ էլ առողջությունն է, ես դա հասկացել եմ շատ ուշ, բայց էլի լավ է, որ հասկացել եմ, որովհետև կոպիտ ասած, եթե այդ մտքին տեղ չտայի ու սրտումս չնստացնեի, երբեք չէի զբաղվի ոչ լիմֆոդրենաժով, ոչ մի բանով չէի զբաղվի ու նույնը ձեզ եմ խնդրում, խորհուրդ տալիս, հետևեք ձեր առողջությանը, սիրելի հետևորդներ, մեկ թողավոր դա կհասնի ոսկորին, որովհետև եթե խնդիրը կարանք լուծենք 100 դրամով, օրինակն եմ ասում, իհարկե 100 դրամով ոչ մի բան չես կարա ցավոք անես, բացառությամբ մի հատ հաց է չենք առնի, 110 դրամա հացը, հետո այդ պուճուր խնդիրը մեծանում է ու լիքը բաներ լինում, դրա համար հետևեք ձեր առողջությանը, իմ բարեկամներին էլ եմ շատ խնդրում, հորդորում, հորս, մորս, աղբորս, մի խոսքով, մերոնց, բայց թե եկեք հոգու խորքում ասենք, որ սաղս էլ թողում ենք հերթը հասնում է, դանակը հասնում է ոսկորին, նոր ուզած թե չուզած կամ գնում ենք, կամ էլ տանում են հեռու մեզանից, դրա համար Աստված ջան, թող ամեն ինչ լավ լինի, բոլորի մոտ ու ամեն ինչ լավ անցնի, այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա ասելիքս նա է, որ թեկուզ ես փորձում եմ իմ այս չեղած առողջությունը պահպանել ու հետևողական լինել, ինչքան որ կարող եմ, ինչքանով որ ուժս ու ֆինանսս ներում է, երբ որ ես հաց թխեցի Ալայանց մոտ, ինձ գրել էիք, որ այդ հացը կարան առնեն, Աստծուն փառք, իհարկե, խիչ են առնի, ինչա հաց առնելը, այսօր ամեն շենքի տակ փուլ կա, այսօր ամեն շենքի տակ խանութ կա, բայց նամանավանդ մեր սուրբ հացը ես սիրով եմ թխում, ես սիրում եմ խմորի հետ աշխատել, ես սիրում եմ խմորի հետ խաղալ, ես սիրում եմ խմորը անել, խմոր անել, ինչ ասեմ, չգիտեմ, ու եթե անում եմ, սիրով եմ անում, ունես չի, որ առավոտից իրիկուն հաց ես թխում, իրանք էլ մեծ մարդիկ են, սովոր են հաց թխելուն տնական ուտելիքներին, այսօր Երևանում երևի իրանց պես չդնի էլ, իրանք սովոր են ամեն ինչի տնականն ու բնականը, ես էլ ձեռա էլի անում Աստծուն փառք, չեմ դժգոհում, իրավունք էլ չունեմ դժգոհելու, որովհետև այն ինչ, եթե ես մի բան անում եմ, սիրով եմ անում, իսկ եթե պետք անենց մուննատ, զուննատ, կամ ասած մեր լորեցիներին վայլաջի են, որ չուզենալով էլի, ես չեմ անի, որովհետև այդ իմը չի, տեսակով ես անկեղծ ու ուղիղ ասող մարդ եմ, կասեի կներեք չեմ կարա, ուրեմն եթե արել եմ, սիրով եմ անում, միշտ պատրաստ եմ, քանի ձեռս ու ոտս բռնում անեմ, այդքան բան, կարևորը միշտ չես անում, միշտ որ անես, հա, կզգաս, որ չես կարում, տեսեք այսօր հողամաս ունեմ փոքր,
փոքր չի, ժամանակին վանք էի ցանում, լոբի, գազար, բազուկ, այնքան բազուկի թեր էի ունենում, սենց գլուխներ էի ունենում բազուկի, գարուխ էի ցանում, սող, բա ինչքան էի սող ցանում, իսկ մի օծով էլ ծեծեն չեմ անի, որովհետև ոչ թե չեմ անի, չեմ կարա անեմ, այ կարտոֆիլ էլի կարում ես անես, բզբզաս, ինչա կարտոֆիլին 2 անգամ բուգ ես տալի ու պրսնեմ, իսկ նամանավանդ վարունգի խնամքը շատ ջուրա բուգ տալա, հետևելա, դեղմեղ փչելա, մի խոսքով, վարունգն ուզում ա, որ ամեն առավոտ իրիկու մի հատ իրա կողքով վռաս այդ պարտադիրա, այդ տենց բաներ, բայց դեռ հույսը մեջ չի սա, տեսել եք են թելերը, փետերը, վաղուց թափած կլնեի, եթե մնացել ա, մի գուցե էլի, ստացվի, Ալեքսս մի քիչ էլ, մի տարի էլ մեծանա, փորձեմ իրա հետ անենք, այդ տենց բաներ էլ եմ մտածում, ինչև է, ես էլ իմ օրը, որ փորձեցի ձեր հետ կիսեմ, իմ առավոտը, հիմա տոպրակս վերցնեմ, բոցիներս հագնեմ ու գնամ դեպի կանգառ չունենք, որ ասեմ կանգառ, ուզում էի ասեմ դեպի կանգառ, փողոց, քաղաքայինը արդեն որ երևում ա, մի քայլ առաջ ես գնում, որ հասկանում ա, որ պիտի կանգնի էլի, տենց բաներ, ժամը 1 ա գնում, մեր քաղաքի համար նորմալ ա, ժամանակ կար, որ էդ էլ չունեինք, էլի շնորհակալություն մեր քաղաքապետին, որ կա, կոնկրետ այս դեպքում իմ համար օգնություն ու փրկություն ա, ավել տեղը գումարի վատնում չի իլնեմ, գիտեմ հմի ասելու են, էլի սենց, էլի նենց, բայց եթե սենց բաներ եմ չխնայես, չես կարա մի հատ մեծ ու հավեսով բան անես, ես դա միշտ ասել եմ ու կասեմ առանց ամաչելու կամ առանց հետին մտքի, այնպես որ լավ լնենք, բոլորիս լավ օր լինի, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, իսկ թե որտեղ ենք հանդիպելու, խաբար բզի կկասի դուրս եմ եկել, երկար դասամիջոցն ա, երեխեքը վազվզում են, եղանակը արևային, ես ստե կանգնած սպասում եմ ես քաղաքայինը, ուր որա կգա, այսենց հետևորդներ կան, եկել եմ հասել, ձախապ, ես մի թղթաբանությունն է, ստեղ եմ անելու, 21 հայ գիտիմ ես 21-ը, հա բայց ես մերը չի ես որ մերը չի համարները գոլդ Մատազը քաղաքայինը անցած է կգնի բայց այստեղ են ասում
Երանի ծրագիրներ նայեի։ Գլուխս ուղավ։ Անգամ գրի ու ջնջի։ Ուժեղ քամի ա շատ։ Ուզեմ որ քաղաքայինով հետ գնամ։ Գնամ եթե չէ ոտով։ Քսանհինգ րոպե։ Տևել ա իմ գործը, այն որ մի 5 րոպե մանում է սուպսնա։ Այս անգամ երկար բարակ։ Բայց կարևորը պրծանք, ամեն ինչ կարգով, շնորհքով, որը ոնց պետք է, մի հաջորդ գործողությունը Երևան։ Էտա։ Անգիր եմ արել, անգիր։ Յարական չէ դա։ Ոնց կուզեմ, որ անցած չլի, չեք հետ պատկերացնի։ 12-10 ես էլի անցել ա։ Մինչև գնա, պտտվի, թուփ փոսերը դուրս գա։ Ես կարող ա գնամ։ Հինգ րոպե սպասեմ, 5 չէ, մի 3։ Գնամ, աչքիս գնացել ա։ Ես քաղաքային նստող դառա, քաղաքայինն է գնացող։ Քամի չլներ, կուզեի հավեսով։ Բայց նենց քամի ա, որ իմ մոտ է կոկորդս թվում եմ, որ նրան է։ Շատ լավ ստացվեց, քաղաքայինով էլ հետ եկա, եկել եմ այս տարածք, միանգամից տեղի չա, գնամ Ալեքսիս սիրած պանիրն առնեմ, որ տանը ելնի, գնանք թեպի պանիրի խանութ։ Սա փողոցնոցն է, ու գնաց։ Լավ քիչ է ստացել, բայց Հա, այս պանդի նման չի։ դե ման, ասացողներից է էլի։ Մի անգամ նենց են ստանում։ Այն հետ չոր էին ստացել։ Այս փոքուկալը։ Հա։ Հա, դա մեկ է սրանից էլ տվել, հես թելից։ Թելը Ահա, Ինչքան։ կտրով ելն է։ Անունացու գանա, կտած ոնց որ չկա։ Բայ։ Ու մեկ է սունգ ելել է։ Այ սիրելի հետևորդներ ջան, էտա տուն եմ եկել։ Ու ինչքան ճիշտ արեցի, որ քաղաքայինով եկա քամի, փոթորիկ, գնացի պանիրը առնելու, այս եմ թղթերը, սրանցից լավ է խրծելու, այս էլ իբր թե պանիր առա, Անուշին ասում եմ, չի լինում ես գամ քո խանութ, այ աշխարհային խաղաղություն, հիվանդներին առողջություն, մեր գործերին էլ հաջողություն։ Անուշին ասում եմ, չի լինում էլի ես գամ քո խանութ, միտքը մի պանիր առնեմ ու գնամ, չի լինում, ուրեմն, ինչ եմ առել, 10,000 թողել եմ եկել։ Օվկիանոսի զուգ, նույն ինքը սկումպիա, ուզում եմ, որ այրոդվիլում սարքեմ, ու գիտեք, չէ, ինչքան իրա մեջ օմեգա կա, շատ ու շատ,
Հենց դրա համար էլ առել եմ, արժեքը 4000 դրամ։ Այս որ Ալեքսս տենա, աշխարհով մեկ ալնելը։ Սունկ եմ առել։ Ոյ Անուշ, ես ինչ էլ բին դես կապել, այ Անուշ։ Այս լոլիկները աչկովարին, ես տարվա այս սեզոնին, եթե անկեղծ ավելի շատ նախընտրում եմ չերին, մնացածը ոնց որ կաշի, փետ լինի, բայց հլս տենայեք, հին չեր, թուփը թարմ էր, ինքա էսենց հասած, տենանք, դրա համար 4 հատ եմ առել, ամենը 4-ը քիչ է, սունկն էլ շատ առողջ չէր, երևում է, որ հին է, զատո գինը նույնը մնաց, չփոխվեր, վայ, վասոլուգունին, մնաց խանութը, Ահ, կուղարկեմ Ալեքսս կբերի, ես էլ սիրելի հետևորդներ ջան, շատ սիրում է իմ տղեն այս պանիրը, ասում եմ մամա կովի պանիր, ասում եմ Ալեքս լրիվ էլ կովի պանիր ալնում, ոչ խարի չէ, ասում եմ մամա ես ես եմ սիրում է աստծուն փառք ես էլ առնում եմ, նենց չի որ ես ինքը ինչ է, ես կի ասենց Ինքան էլ համոզա Սա պանիրով կսարքեմ ձուկն էլ աղմաղ կանեմ ձուկն էլ էքուց ինքը ընքան սիրուն էր գծված թարմը ձուկ սառույցների մեջ վայ մեր աջանական ձուկան չի հա Շատ հազվատ էր, որ տենը ես ուրիշ տեղից ձուկ եմ առնում, ջղայնանում է, ասում է, դու ինչ ես փորձում ինձ նեղացնես, ասում է, բայց թե սա օվկիանոսի ձուկ է, իր մեջ լիքը անհաշիվ օմեգա կա, ինչը որ մեզ պետք է, հիմա ուզում եմ մի հատ տարածքս վրա հավաքեմ, Այ, դեռ կես ժամ կա Ալեքսի գալուց, դիվանին նստեմ ու մերոնց հետ մի քիչ բլբլամ, հետո տենամ ինչ ենք անում, որտեղ ենք հանդիպում, խերելա, գնալ գալամ, բոցիներս էլ սրանք հակա, շատ հարմարա, շատ տակա ու շատ լավնա, սապոգներին աչկիս դասվիդոս ենք ասում, ու բոթասով ավելի հարմար ու պրակտիկա բաներ ջուր է ինչ համովա վայ սիրելի հետևորդներ ջան գնացի ասում եմ այս գարնանային եղանակի հետ ինչն է մեզ պակասում մի հատ սենց հավեսով բաբրթուտ չանենք հա Ալեքս ջան Հետո չես անում։ Հենց գիտես սունկն եմ սարքում։ Չէ։ Բա։ Գալիս եմ ես։ Գալիս ես, դիալ։ Հա։ Դու խրվել էի հեռախոսից մեջ։ Չէ, գալիս եմ։ Թե գալիս ես, արի։ Ահա։ Դանակ դուր։ Ինչ կար դպրոցում։ Մաթեմ կար։ Լավ արիր։ Հա, լավ արի գործերս, ֆիզկուլտուրա կար։ Ընկերեքին այ մոտ բաբեցի թողեցի դուրս եկա։ Ապրես։ Եկեք այս պանիրից։ Հələ այդ կողմ բանից գցի համտենա։ Համտենա։ Հա։ Ախ դու ոնց ես սիրում։ Հա, դու էի բա, ես քեզ ասել էի։ Բա։ Այս էլ բաներ, սիրելի հետևորդներ ջան։ Սունկը ես բան կանեմ, կմաքրեմ։ Դու կմաքրես, հա, աղբեր։ Հա։ Դիապապս է հանես։ Ինչ ասեմ, մի հատ։ Հա, հենց մենակ մի հատ։ Հեսա մի հատ եմ հանել։ Պես։ Դու ինձ ասի մի հատ հանեմ, բայ։ Բանիրը դիր ու կտրի, բանը տես։ Եկամ դե։ Չհասկացա։ Մի քիչ բարակ։ Ահա։ Համլա։ Մի կտոր էլ կտրի, բայց այս թևը թխի է իջնում ասիս։
Բրնի, դու կուարքի ձախը ոնց ես անում, գիտես ոնց անենք, արդու ուրեմն սենց արա, բանակը դիր ու քաշի Ալեքս, ոնց եմ, քաշի սղոցի պես մի, Մի հատ էլ ես։ Դե արի լավ աշել հանենք Ահա։ ու համ տեսենք։ Լավ աշնուրա։ Դարակը բացի։ Այքո։ Իսկական գարուն չէ սիրելի։ Լավ աշչում։ Հա, այս խաչի լավ աշեմ անում։ Խաշինը մի հանի։ Էսի սուկա սա որտյանես բարեր։ Խանութից։ Բա թանկ չէ թե ժաներ։ Ալեքս ջան, եթե առել եմ, հանգից է ժաներ չկա դու։ Բայց պիտի են ծխով պիտի են սուկերի զարդեի։ Ես կստասեի։ Ծխով, ծխացված, այդ այրագրիվ կդնենք։ Սունկը բա։ Դու սունկն ես ուզում, թե ծուկը։ Սունկը դնենք, հետո ձուկը։ Ալո գրինը կամ դու բեր։ Դե հեմի կամ սունկը բերալու գրին ամեն։ Հետո է ձուկը։ Կլիա։ Սունկ ես ուզում անել, բեր ամեն։ Էլի հետևորդներ, մի հատ է սենց մի բաժակ կոմպոտ, դա մի բաժակ էլ հանես, Ալեքսանդր։ Ես երդ եմ է խմին։ Բաժակ հանում։ Վերևնայի։ Հա։ Կարաս հանես։ Կարամ, հա։ Դե որ կարաս դուր։ Բամիդոր, Գրառումների բաժնում գրեք, ով է սիրում ես ամենահամով բրդուճից։ Որ ամենահամովն է, ասեք չէ։ Հեմի սպասի։ Սունկը պտի անենք, հետո ձուգը անենք, ձուգը։ Ձուգը այսօր չենք անելու, ձուգը աղմաղ եմ անելու, որ ճանը քաշի։ Դու խով կենտիր։ Այսօր սունկ ես ուզում, թե ձուգ։ Սունկ։ Այլո գրիլով։ Անպայման։ Հմինայ, սա պտի ես մակրեմ։ Ասենք սենց պոկեմ ու սենց մակրեմ։ Լավ։ Դե դիր հետո դրա։ Լավ։ Լավ։ Դե մեզ բարի ախոր։ Դե մեզ բարի ախորժակ։ Ուշացիայի բաժարներ կերժամ սպասում եմ, որ սունկը պարտաստ լինի, որ ես համը տենամ։ Եթե դուք հայեք սունկ ուտում, ձեզ է բարի ախորժակ։ Վերջս ելի հետևորդներ ջան, որոշեց, որ սարքենք, մամա ասում է սարքենք, ինքն էլ արել է, որ ես սպասում, այդ տարբերակն է։ Բամի բենք շատ շուտով, պակա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, սունկ ենք սարքում, Ալեքսը հասավ իր ամուրազին։ Շատ համով է շարքեցի ու շատ համով կերամ ամա այդ Դուք սունկը։ էլ հասնեք ձեր մուրազին, գնա շորերդ փոխի։ Այնտեղ դրածա, փոխի հաքի քու շորերը։ Շարվարդեր։ Հա, շուտով։ Շարվարդեր, չէ՞։ Հա, դիվանին դրածա, փոխվի։ Ինչև սունկը կլներ, այս հայաթս դե վաբշե անխնամ էի թողել, սենց թմբեր արի, դե գիտենք բարելը չի կարելի, սենց թմբեր եմ անում, մի քիչ էլ սենց կչորանա, կլսնեմ մեշոկները ասպի կթափեմ, հեշտ ու հանգիստ հազմուր, այս հայաթը վաբշե վիճակներ, ու խոսքով, տենանք, Սիրելի հետևորդներ ջան, այնքան հոգնել եմ, էլ անունը տալու չի, ստեղ է նստեցի, պտի մրսեմ էսա, այս թե մի հատ կոֆե խմեմ, ձեռքս եմ վնասել, առանց ձեռնոցի փոց խանել է էտա, են հայաթում շատ մեծ գործ արի, աշունը ընդեղ չէի արել, ստեղ արել էի, բայց չդիմացա ստեղ էլ արի,
ու զգացի, որ հոգնել եմ Եսխի եմ տնդե պեկով է դե հոգնել ես, ոչինչ կարևորը մի հատ մեծ գործ ուսերիցս ընգավ եթե այդքան 4 տերևների վրա անձրև կար ես ինչ չէի ների հələ որ ստելիքը գործ կանելու շիֆր միֆր կակրելու տենանք էլի նպատակներ ունեմ իրագործելու տենանք առաջ աստված տենանք ոնց կլինի հոգնել եմ Ալեքսի հետ մի պուջուր դաս արինք ու իրան գնաց դե հեռախոս ես էլ ասի, որ այդ պահը դատարկ չմնա արի գնամ բաղչան հետո հեռախոսը բաց թողեց եկել ասմա մամ մի խնդրանք ունեմ չմերժես սասի աստված իմ տենաս եմ ինչ է լավ որ ես չգիտեմ մամա ասմա բեր սունկը հմի սարքենք դե սարքենք սունկը դրի 18 րոպեմ ինքը եղավ 18 րոպեմ ես են հայաթım բզբզացի հետա եկա նկարահանումը սարի պրծան հետո հետևում եմ հետո գնացի շարունակելու ասի լավ տեից պրսնեմ դրանից հետո էլ փոշմանեցի ասի չէ լավ գոնե այս կոմի պատի տակը էդ էլ հավաքեցի մի հատ մեծ կույտ բայց առանց նկարելու որ շուշուտ լինի նկարելը շատ ժամանակ ախլում շատ ահա եկավ նարին հայվանուհիս էր կոֆեի կանչեմ ասի չէ դու տեղ ես գնում գնա արի ու դու արի հմի էսա տենանք ինչ հակատարվեմ հայոց աշխարհը այո դու գալիս ես կոֆե խմենք այ դու էդ ասա գալիս եք արի